Գարնանը ջրհեղեղի նպաստող պայմաններն են գետերի վարարումները, ինտենսիվ ծնհալները, տևական տեղատարապ անձրևները։ Որպեսզի նման դեպքերից խուսափենք, մենք իրականացրել ենք բավականաչափ միջոցառումներ, կանխարգելիչ միջոցառումներ, դրանք են գետերի հուների մաքրման աշխատանքները, որոնք մինչև այսօր շարունակվում են, եւ հիդրոթերապևտաբանական կայանի մշտադիտարկման կենտրոններում, որոնք տեղադրված են գետերի տարբեր հատվածներում, իրականացվում են մշտադիտարկումներ։ Լոռու մարզը գտնվում է այնպիսի աշխարհագրական դիրքում, որտեղ կան բավականաչափ գետեր, նրանցից խոշոր գետերն են Փամբակը, Տանձուտ գետը, Ձորագետը եւ Փամբակ եւ Ձորագետի միախառնման արդյունքում ձևավորվում է Դեպետը, որը մարզի ամենախոշոր եւ ջրառատ գետն է։ Աղետալի ջրհեղեղի դեպք գրանցվել էր անցած տարի։ Ինտենսիվ անձրևների հետևանքով Դեպետը վարարելով դուրս էր եկել ափերից, ողողելով ափամերձ տարածքները։ Չնայած վերջին շաբաթվա անձրևներին, այս պահին նման վարարումների վտանգ չկա։ Այս պահին ազգաբնակչությանը կխնդրեմ, որպեսզի խոճապի չմատնվեն, քանի որ ըստ հիդրոթերապևտաբանական կենտրոնի կանխատեսման մենք չունենք ներկար եւ մոտակա ժամանակահատվածում ինտենսիվ տեղումներ, ինչը կարող է հանգեցնել գետերի վարարման եւ հետագա ջրհեղեղների։ Այս տարի ջրհեղեղներ չեն գրանցվել։ Ի տարբերություն վերջինիս նախորդ տարվա ժամանակաշրջանի համեմատ գրեթե կրկնակի ավելացել են հրդեհները։ 2024 թվականին ողջ տարվա ընթացքում Լոռու մարզում գրանցվել է թվով 404 հրդեհ։ Այս տարվա միայն առաջին կեսին արդեն գրանցվել է 387 հրդեհի դեպք։ Յուրաքանչյուր ահազանգ ստանալուն պես ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից անմիջապես իրականացվել է արձագանքում եւ կատարվել են հրդեհաշիժման աշխատանքներ։ Որպես կանխարգելիչ միջոցառումներ Լոռու մարզային ճկարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից բարբերաբար իրականացվել են շրջայցեր, հնարավոր հրդեհների հայտնաբերման եւ հետևանքների վերացման ուղղությամբ։ Ըստ Բարդության այս տարի ամենախոշոր հրդեհը Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհներ, որն ուղեկցվեց տուժածներով եւ զոհով։ Բուսածած, կանտառածած եւ առհասարակ հրդեհներից խուսափելու համար կատարվել են իրազեկման աշխատանքներ, տարածվել են հաղորդումներ, խստագույնս պահպանել հրդեհի անվտանգության կանոնները։ Երբ մարդիկ անց են կացնում իրենց ժամանցը բնության գրկում, նախատեսված վայրերում կրակը վառել, միջոցառումներն ավարտելուց հետո անպայման հանգցնել կրակի մնացորդները, համոզված լինելով, որ նա հետագայում նորից չի բռնկվի, իրանց հետևից հավաքել աղբը եւ այն տանել եւ տեղավորել դրա համար նախատեսված վայրերում, չթողել ապակե շշերի մնացորդներ, որը արևի շողերի ազդեցության ներքո կարող է խոշորացույցի դեր ունենալ եւ հրդեհի բռնկման աղբյուր դառնալ։ Փրկարար վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից հորդորում են հրդեհի առաջացման կամ հայտնաբերման դեպքում անհապաղ զանգահարել 911 հեռախոսահամարով։ Հորդորում են նաև պահպանել անվտանգության ոսկյա կանոնները։ Աշխեն Սուքիասյան, Անդրանիկ Եղիազարյան, Թղթապանակ։